Բարի օր ժողովուրդ ջան, բարի օր, ինչ եմ անում, ձեռնարկել եմ ծաղիկների տեղափոխում և նորից ձևավորում, ուրեմն սա էլ արդեն ընկավ մեջից, տեղավորեմ, ասեմ ձեզ ինչ եմ անում, ուրեմն ունեմ այսպիսի ծաղկաման, տեսնեմ կարող եմ ձեզ ցույց տալ այսպիսի ծաղկաման, որ դրված են այս ծաղիկները, ինքը գեղեցիկ է, շատ գեղեցիկ է, բայց նաև ունեմ մեկ այլ ծաղկաման, մի վայրկյան, ծաղիկները փաթաթվել են իրար, չգիտեմ ինչպես հարմարեցնեմ, այստեղ էլ Վահանի գործերն են դրված, որոնց ես ձեռք տալ պարզապես չեմ կարող, ահա, կներեք, գալիս եմ, և ունեմ այսպիսի ծաղկաման, որը պապայիս նվերն էր մամայիս, պապաս էր նվիրել մայրիկիս, մեր տանն էր, պապա ինձս տանն էր այս ծաղկամանը, դե հայտնվեց մեր տանը, որովհետև մարդիկ իրենց ինտերիերը իրենց ձևով են ձևավորում, դա նորմալ է, և վերջո իմ մայրիկի հիշատակն է, պապայիս հիշատակն է, բերեցի մեր տուն հենց այսպես իրենց ծաղիկներով, տեսեք, սա մամայինցս ծաղիկներն են, շատ վաղուց, սա իմն է, սա էլ է իմը, այս երկու վարդերն է մամայինս, այսպես, հիմա այս ծաղիկները պիտի լվանամ, իրենք բավական փոշոտվել են, կեղտոտվել են, պետք է լվանամ, բայց ուզում եմ այն նախորդ ծաղիկները, որ ցույց եմ տվել, տեղափոխեմ այս ծաղկամանի մեջ և գնա կանսոլիս վրա, իսկ մյուս ծաղիկները մեր սեղանին, չնայեք Վահանի աշխատասեղանն է, Վահանը աշխատում է այստեղ և ես ոչինչի կպնել չեմ կարող, քննական թերթիկներ են, թղթեր են մի խոսքով, իսկ մյուս ծաղիկները հուսամ երևում է, ես չեմ տեսնում, մի րոպե, մյուս ծաղիկները, որ տեսնում եք, այսա, սրա ծաղկամանը ուզում եմ պահեմ, և նախորդ են ծաղկամանը, որ ցույց տվեցի, այս ծաղիկները դնեմ նրա մեջ, հիմա այդպես եմ ուզում տեսնեմ ինչ կստացվի, ինչ որ ստացվի, ձեզ հետ կիսվեմ սիրելիներս, շատ եմ ուզում միասին անենք, բայց տեղը հարմար չէ, խոհանոցի սեղանն էլ հարմար չէ, այնտեղ փորձեցի, այնտեղ էլ չստացվեց, փոքր է, նեղ է, չստացվեց, այստեղ էլ չի ստացվում, լավ, հիմա ես տեսնեմ ինչ եմ անում, անեմ ձևափոխեմ, միանամ ձեզ, սիրելիներս այսպիսի տեսք ստացավ ծաղկամանը, ասեմ կապույտ ծաղկամանի մեջ շատ ավելի գեղեցիկ էր, հիմա սա պիտի տանեմ լվանամ, քանի որ ես այս փնջի հետ նաև ունեի անթառամներ, այստեղ արանքներում անթառամներ կային, լցվել է մեջը, մաքրեցի, այսպես տեսեք այդ անթառամներն են, հիմա սա պիտի դատարկեմ լվանամ, այսպես ստացվեց, բայց կարծում եմ այն մյուս ծաղկամանի մեջ ինքը ավելի գեղեցիկ էր, որովհետև վարդերը բարձր էին, վարդերը բարձր են իրենք, ու ավելի լավ է այսպես, այն մյուս ծաղկամանի մեջ լինեին, քան սրա մեջ, դե ոչինչ, որոշ ժամանակ հետո կփոխեմ, մի քիչ ձանձրանամ, կփոխեմ, հիմա նրանց մեջ էլ մամայինցս ծաղիկները կլվանամ, կդնեմ մեր սենյակում, այսպես, նա էլ տանեմ ձեզ ցույց տամ, սա էլ այսպես ստացվեց, կարծում եմ սա այստեղ ավելի ճիշտ է, այստեղ տեսեք, ինքը համահունչ է, մի քիչ հիմա կուղեմ ծաղիկները, նոսր է ստացվել տեղադրելուց, հիմա մի քիչ կբարձրացնեմ, կուղեմ, կփարթամանան, այստեղ քանի որ գերակշիռ է անկյունում ոսկեգույնն է, կարծում եմ, որ սա ավելի գեղեցիկ է, իմիջիալոց ծաղկամանը բավական հին ծաղկաման է, շատ հին ծաղկաման է, կարելի է ասել, որ 100 տարեկան, որովհետև մենք էլ ձեռք ենք բերել, պապաս ձեռք էր բերել մեր բարեկամից, ով
անտիկվար խանութ ուներ եւ վաճառում էր իր տատիկիններ, այսպես ասած, իրենք գնում էին երկրից, այդ մարդը պապայիցս մեծ մարդ էր, տարիքով իր տատիկի նվերներ ինքը վաճառում էր, ասում էր վախենում եմ տանեմ, փխրուն է շատ, պապաս էլ մամայիս տարեդարձներ այդ ժամանակ երևի մոտավորապես մի 20 տարի էլ մեր տանն է այս ծաղկամանը, հա բավական հին է, այդ մարդը ասում էր, այն ժամանակ ասում էր 70-80 տարեկան ծաղկաման է ինքը, մի խոսքով, կարծում եմ այստեղ գեղեցիկ է, կանսոլն էլ լավ մաքրեցի, այսպես, դա էլ մեր խոհանոցի ու պլատնիցել են, մյուսը փչացել է պետք է հանենք, այստեղ վահանի օծանելիքներն են, Versace, Armani, Code Grid, ինքը շատ է սիրում, Versace է սիրում, սա էլ է Versace, ահա, այստեղ էլ իմ օծանելիքներն են, սիրում եմ, սա Yves Saint Laurent-ի Մոնպաղին է, այնտեղ մաքրել եմ, չեմ հավաքել դեռ, սա բանն է, Jimmy Choo, Սա Jimmy Choo-ն է պիոնի հոտով, սա ունիվերսալ է կանացի և տղամարդկանց ոսկե գույնը, նա էլ իմ սենյակային այստեղ որ տունը մաքրում եմ, անպայման ցողում եմ, գնել էի Zara Home-ից եմ գնել, շատ անուշ բույր ունի, շատ, այս սա, շատ անուշ բույր ունի, ակնոցներս էլ դնում եմ այստեղ, որովհետև դուրս գալուց ես անմիջապես դրանք ինձ հետ վերցնում եմ, իմ աչքերը ալերգիկ են, գիտեք, այս էլ ես ու Վահանն, սա Վահանին նվիրել են, երբ որ ինքը ասպիրանտ էր, աշխատում էր հյուրանոցում, գիշերային սմենի և աշխատում էր գիշերային սմենի, հետո գնում էր բժշկական համալսարան դաս էր տալիս, հետո վազում էր, արդեն գալիս էր տուն, ասպիրանտականն էր պաշտպանում, բայց Վահանը արդեն ունի դոկտրի կոչում, այսպես, սա էլ Եգիպտոսից էինք բերել, մի խոսքով, այսպես անշիկներս, ես էլ մեկը մամայիս նվերն է, մամայիս ու եղբորս, պապա ինձս ընտանիքից սա ինձ եկավ, այս մեկն էլ էլի ինչ-որ մի առիթով, էլի մերոնք բերեցին, համալրեցին, չեմ հիշում նոր տարի էր, ինչ առիթ էր, մեկ իմ տարեդարձին էր, մեկն էլ չեր եղել, այդ պահին խանութում չեր եղել, մագուսում էր, ես անցած անգամ նվեր որ գնել է, իրենց հիշեցրի, իրենք ինձ շատ լավ են հիշում, որտև կանսոլս էլ եմ ենտեղից վերցրել, հա, հիշեցին, ասմա հիշում ենք, չունեինք, երկու հատ էին ուզում, ասմա հետո ստացանք, իրենք հիշեցին, հա, զանգել էին, այդպես եղբայրս գնացել, երկրորդն էլ էր վերցրել, Այսպես, սա էլ այսպես, մի խոսքով կարծում եմ անկյունը ստացվեց գեղեցիկ, օծանելիքներիս համար առայժմ տեղ չունեմ, գիտեմ կգրեք, որ գեղեցիկ չի, Սեդա ջան, գուցե այդտեղից հավաքես եւ այլն, շատ կցանկանայի, բայց առայժմ տեղ չունեմ, սիրելիներս, մեր իրերը շատ են, անգամ լոգարանում դրված մեր այդ շկաֆը, պապահարանը նույնպես տեղ չկա, լցված է, ամբողջը լցված, դասավորված, տեղ չկա, անգամ գոնե մեկ օծանելիքի, դրա համար էլ այստեղ եմ դնում, իմ սենյակումն էլ, այ հիմա որ իմ սենյակը ազատեմ, ծաղկամանը այնտեղ բավական տեղեր գրավում մեր կամոդի վրա, հիմա այնտեղ տեղ եմ ազատել, վստահ եմ, որ կկարողանամ այս օծանելիքները կամ կտանեմ այնտեղ, կամ կմնա այստեղ, դուրս գալուց հարմար է արագ ցողվելու եւ դուրս գալու։ Այսպես անուշիկներս, այստեղ ձեզ ասում եմ առայժմ, հետո կմիանամ, կխոսեմ։ Ողջույն սիրելիներս, ինչպես եք, թեք եմ պահել, ձեռքս թեք եմ պահել, ինչպես եք, լավ եք, ես լավ եմ, տանից դուրս եմ եկել, Վահանը գործեր ուներ, ուսանող ուներ, եկավ գնաց, մի խոսքով, ասինք մի քիչ էլ մեզ տրամադրենք մեր օրը, առանց այն էլ ես սպասում եմ շաբաթ կիրակի օրերին, որ Վահանը իր օրը մեզ տրամադրի, եկամ դալմա որոշեցին գալ դալմա և ուզում եմ մի փոքրիկ այսպես անդրադարձ նախորդ տեսահոլովակի չէ, կադրերի կապված, այո սիրելիներս դուք ճիշտ եք մշակել, Վահագը և Անին բալիկ են ունեցել,
Մենք փոքրիկ տղա ենք ունեցել եւ Վահագն ու Անին մեծ սիրով Հալիկին անվանակոչել են հայրիկիս հիշատակին Ավետ, այնպես որ մենք էլի ունենք տանը փոքրիկ Ավետ, մեծ Ավետից հետո արդեն փոքրիկ Ավետը, ես մաղթում եմ ովքեր որ այդ ճանապարհին են, ովքեր որ սպասում են, ովքեր որ շատ մեծ ցանկություն ունեն Վալիկ ունենալու, թող Աստված օրհնի այդ մեծ պարգևով սիրելիներս եւ դուք էլ ունենաք հրաշք Վալիկներ։ Առայժմ այսքանը միայն կարող եմ ասել, ուրիշ ավելացնելու ոչինչ չունեմ, առողջություն աշխարհի բոլոր Վալիկներին, թող լինեն երջանիկ, թող լինեն Աստծո օրհնված, հորով մորով, ինչպես մենք ենք ասում։ Երևի թե այսքանը սիրելիներս, այստեղ ձեզ ասեմ, առայժմ տեսնեմ Վահանի ինչ է բերում ուտելու, առավոտ չենք հասցրել համարյա ոչինչ ուտել, ես մի քանի կիլոգրամներից ևս ազատվել եմ, գուցե չգիտեմ այսպես պահել իմացը, երևա թե չի երևա, բայց մի փոքրիկ արդյունք ունեմ, ոչինչ չեմ անում, ուղղակի խստիվ այսպես արգելել եմ ինձ նույնիսկ ժամը 6-ին որևէ բան ուտել, հիմա ժամը մարյա 4-ն է, այսպես սիրելիներս, այստեղ ասեմ առայժմ տեսնեմ Վահան ինչ է պատվիրել ձեզ ընկերս, տեսնենք Վահան ինչ է մեզ հարգել այսօր, մեզ այսօր հարգել է այսպիսի, ինչ է, դույլիկ, ինչ է, հավի կտորներ են, կարտոֆիլ, այստեղ ունենք բուրգեր և ունենք կետչուպ, նաև կոլա, ասում է նաև անձեռոցիկ, չմոռանաս, ես իմ ասակուտ եմ ու էլ այսօր ոչինչ չեմ ուտի սիրելիներս վերջ, դե ինչ, այստեղ ասում եմ առայժմ մենք վայել ենք մեր ուտեստը, հետո տեսնեմ, եթե սուրճ խմենք կկիսվեմ։ Բարի երեկո սիրելիներս, բարի երեկո, մեզ մոտ արդեն օր է փոխվել, արդեն հաջորդ օրն է, ես երեկ էլ չնկարեցի, որովհետև այդպես բան չկար նկարելու, առանձնապես շատ խանութներ չեմ մտնում, ես Դալմայում, այսպես ընտրյալ խանութներ, որտեղ կան իմ հագով հագուստներ, հիմնականում Marks & Spencer երեկ մի հատ տաբատ եմ ձեռք բերել Marks & Spencer-ից, լավն է, իմ բոլոր տաբատները ես այնտեղից եմ ձեռք բերում, ցավոք չկար իմ չափսը, կար միջափս մեծ, բնականաբար պետք է ապշտակեի, մնացածները բոլորը փոքր չափսեր էին, մնացել էր կամ շատ փոքրերը և մի հատ իմ չափսից մեծ, դրա համար էլ դա վերցրեցի, ոչինչ, կողքերից կմտնեմ, գիտեմ, որ վրաս լայն է լինելու, կողքերից կմտնեմ, այն ժամանակ մամաս էր անում, երբ որ մամաս կար ձեռքով, ինքը ուներ կարի մեքենա, բայց շատ շնորհքով էր մայրս ձեռքով կկարեր, անգամ գործվածքը քանդում էր, կարող էր քանդեր, ձևափոխեր, գրպան ավելացներ, գրպանը հաներ, նորից գործեր, մամաս շատ շնորհքով էր, ես չունեմ այդ շնորհքը, ցավոք, իմ մեջ չկա այդ շնորհքը, թելասեղ, կարասեղ, ինչպես ասում են, կարուձև անելու, ասեմ, որ մեծ հորաքույրս ևս կարել է ժամանակին պրոֆեսիոնալ կարող է եղել և շատ-շատ մեր հայտնի դերասան, դերասանուհիների, նաև երգիչ-երգչուհիների է հագցրել, տատիկս ևս, պապայիս մաման ևս կարուձև է արել, հագուստներ է կարել, նկարել է շատ գեղեցիկ, մամաս էլ էր շատ լավ նկարում և այդ տաղանդը անցել էր նաև եղբորս, փոքր ժամանակ ինքը շատ էր ուզում դառնալ մոդելավորող, շատ էր ուզում դառնալ, ու նույնիսկ նկարներ ուներ, որոնք մամաս մինչև վերջ պահել էր, հիմա չգիտեմ դրանք, ինձ մոտ է, թե Վահագի մոտ է, չգիտեմ, չեմ հիշում որտեղ է, բայց մամաս պահել էր խնամքով Վահագի, գիտեք, 2-3 տարեկանում, երկուսը փոքր եմ ասում, բայց 3-ում վստահաբար եմ ասում, արջուկի համար փոքրիկ սվիտր էր կարել, կտորից, մամաս կտոր էր տվել, այնքան էլ գեղեցիկ էր կարել,
տեսեք կարու ձևից ուր եկա հասա, հետո էլ ասում եմ այ մարդ նյութ չկա, թեմա չկա, չի հավաքվում, փաստորեն երբ որ ձեռք տես վերցնում հեռախոսը, նյութն ու թեման ինքն իրեն առաջ են գալիս։ Այսպես սիրելիներս, մեզ մոտ մոլերում մոլը ընդհանուր կարող եմ նկարել այսպես, բայց ընդհանուր մոլը կարծում եմ հետաքրքիր չէ նկարել, եթե չպետք է թույլ տան խանութներում, իսկ խանութներում գիտեք արգելված է, չեն թույլատրում, եթե հանկարծ տեսնում են հեռախոսով խոսում ես մեկի հետ, կամ հեռախոսը ուղղակի պահել ես այսպես, գալիս են նայում են, տեսնեն նկարում ես, չես նկարում, մի խոսքով մեզ մոտ դեռ այդ կուլտուրան զարգացած չէ սիրելիներս եւ վերջերս էլ մի հայ աղջկա նայեցի շատ պատահական ուղղակի վերնագիրներ այդպիսի որ ռուսերենով էր որ քիչ էր մնում ինձ վռնդեին զովքից հա դիտեցի բարձվում է այո զովքում էլ չեն թույլատրում ես մի անգամ փորձ արեցի բայց նկատում եմ էլի որ շատ են նայում անընդհատ հետևում են աչքերով մի խոսքով դրա համար էլ չեմ կարողանում նման տեղերում մեծ սիրով կնկարեմ օրինակ տեսեք կոմպլեքսում թույլատրեցին կոմպլեքսում նկարել եմ դեռ էլի եմ ասել Վահանին դու դեռ այնտեղ բացակայում դու քո ամբողջական ներկան այնտեղ չես ստացել պետք է գնաս տեսնենք երբ որ Վահանը ազատ կլինի հիմա մի քիչ ծանրաբեռնված է քննական շրջանները սկսվել են մի քիչ հենց սա ազատվի անպայման կգնանք այսպես սիրելիներս չգիտեմ թեմաները այնքան բազմազան են շատ բազմազան են այսօր դիտեցի եւս մեկ Տիգրանի եւ չգիտես ինչու հենց առաջին օրվանից երբ իմացա այդ փոքրիկի կորստի մասին անմիջապես ուղեղից մեջ չգիտեմ ինչու ծագեց որ նորից Տիգրան գուցե մեր երկրում նոր Տիգրաններ են ծնվում եւ հրահանգ կա չգիտեմ վերացնել Տիգրաններին չեմ կարող ասել բայց մի մեծ խնդրանք ունեմ մեր ժողովրդին հայ մամաներին ովքեր որ սեփական տներում են երեխային բակից դուրս մի թույլատրեք փակեք դուռը կողպեք դարպասի դուռը կողպեք մի թույլատրեք ձեր երեխան դարպասից այն կողմ գնա հիմա գողությունները շատ են ինչպես որ մեր ժամանակ էր գողությունները շատ երբ որ ես փոքր էի մաման շատ էր անհանգստանում շատ էին կորում երեխաներ ես էլ մի փոքր տարբերվում էի այդ երեխաներից դե շիկահեր էի կանաչ աչքերով տարբերվող էի սպիտակամաշկ մամաս շատ էր վախենում ես մինչև տուն էի հասնում մամաս արդեն լարված նյարդային եղել եմ երկու անգամ էլ կերել եմ այսպես ասած հա դե ես հիմա հասկանում եմ մամայիս միակ երեխան էի 12 տարի միակ երեխան եմ եղել տան ու մայրս շատ էր այսպես դողում ինձ վրա կային դեպքեր երբ երեխաները կորում էին հա կային գողանում էին երեխաներին մեզ հազար ձև բացատրում էին ինչ կարող է լինել ինչ վտանգների առաջ կարող ես կանգնել այն ժամանակ թեման փակ էր գիտեք եւ մենակ ասում էին տես կտանեն քո հետ վատ բան կանեն հետո քեզ կմորթեն ու մենք քո տեղը չենք իմանա դու շատ կվախենաս այսպես մեզ վախեցնում էին դրա համար էլ մենք տանից հեռու չենք գնում կամ մեր բակում էինք լինում մամայինցս տան բակում էինք լինում շենքի բակում որտեղից մամաս անդադ ինձ հսկում էր իսկ տատիկենցս տանը եղել եմ գիտեք մեր տատիկենցս հայաթում շատ եմ եղել այնտեղ դարպասից դուրս չէինք կարող գալ եւ Աստված մի արասցե եթե հանկարծ իմ ծայրի փողոցից քերիս մեքենայով գար ու տեսներ որ մենք փողոցում խաղում ենք վայ չեք պատկերացնի թե ինչ կլիներ եւ եղել են դեպքեր որ քերիս մեզ տեսել է եկել է բարկացել է տատիկս արդարացրել է ասել է այդ իրանք չէին բալաջան ասում մենք այս 2 ժամա նստած գիրք ենք կարդում որպեսզի քերիս մեր վրա չբարկանա էլի մի խոսքով ու այսօր իհարկե լսեցի այդ ահասարսուռ դեպքի ավարտը որ հայրն է երեխային խեղդել դրա համար էլ այն համր բալիկը անդադ կոկորտն է ցույց տվել կամ գուցե իրեն էլ է սպառնացել եթե ասես կխեղդեմ
ես կարծում եմ, որ մենք այնքան էլ շատ չենք ազգովի, որպեսզի թույլատրենք նման մարդկանց ամուսնությունները, ովքեր որ տառապում են շիզոֆրենիայով, չի կարելի թույլատրել նման մարդկանց ամուսնությունները, սիրելիներս, պետք է տուժուտուգանք դրվի, անհամար երեխաներ են բերում, այդ երեխաներն էլ իրենց նման են ծնվում, մեր հասարակության մեջ զարգանում է մի մասա, որը կարող է վաղը շատ մեծ վտանգ լինել մեր երեխաների առհասարակ մեր երկրի եւ ապագայի համար, չգիտես այդ մարդիկ շատ անկանխատեսելի են, դու չգիտես թե նա հաջորդ վայրկյանին ինչ կարող է անել, ես բազմիցս անդրադարձել եմ Սինգապուրի շատ հետաքրքիր ու այսպես խիստ դրվածքին երեխա ունենալու, այնտեղ ստույգ գործում է այդ օրենքը եւ եթե օրենքին չես հետեւում, ընտանիքը կամ կազմալուծվում է կամ էլ ընտանիքը պետք է մուծի շատ մեծ հարկեր եւ տուգանքներ, ինչը որ բոլորը չեն կարող անել, որտեղ այդ տուգանքները հսկայական գումարների են, մոտավորապես 3-4 հազար սինգապուրյան դոլարի են ասնում, որ ոչ բոլորը այնտեղ ունեն, ուրեմն տեսեք, այնտեղ այսպես է դրվածքը, եթե ընտանիքում, եթե երկու անձինք կրթություն չունեն, նրանք չեն կարող ամուսնանալ, թե կինը, թե տղամարդը, եթե չունեն կրթություն, նրանք չեն կարող ամուսնանալ, դա, որտեղ ինքը բացատրում է այսպես, իմ երկիրը փոքր է եւ ես իրավունք չունեմ անկիրթ հասարակություն լույս աշխարհ բերելու, բնականաբար, եթե ծնողները կրթված չեն, նրանց համար միևնույն է երեխայի կրթությունը, եթե ընտանիքի անդամներից, ծնողներից միայն մեկը ունի կրթություն, նրանք ունեն իրավունք ունենալու 2 երեխա կամ 1 երեխա, եթե երկուսն են կրթված, արդեն 2 եւ ավել երեխաներ է թույլատրվում, ես կարծում եմ, որ մեր երկրում էլ պետք է նման օրենք գործի, տեսնում եք, ինչքան ընտանիքներ կան, ովքեր անապահով են եւ որտեղ երեխան ծնվում է առանց նույնիսկ ծննդական չունի, դպրոց չի հաճախում, սա վաղը մեր երկրի փլուզման եւ անկման որակն է, սիրելիներս, ձևավորվում է պետություն, ձևավորվում է հասարակություն, ազգ, իսկ արդյոք կձևավորվի պետություն, ազգ, այս տեսակ, ես ներողություն եմ խնդրում, բայց այս տեսակ շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց ընտանիքներից դուրս եկած երեխաների հաշվին, իհարկե ոչ, դրա համար էլ պետք է զգոնություն, պետք է լինել կրթության հանդեպ մաքսիմալ խիստ, օրինակ ինձ այսօր հարցում են ուղարկել որպես ծնող քոլեջից եւ ես չգիտեմ այդ հարցմանը ինչ պատասխան տամ, պետք է գրեմ, որ ինձ ոչինչ չի բավարարում եւ ես հարց եմ տալիս նույն Էրիկին, ասում եմ քո քոլեջը քեզ բավարարում է, ոչ մի բանով, չեմ ուզում հիմա այստեղ այսպես մանրամասնել, շատ բարձրաձայնել, բայց չգիտեմ, քոլեջի ընտրության հարցում այդպես ուղղակի ստացվեց, վերջին պահին այդպես ստացվեց, մենք պետք է, գիտեք, հիշում եք, ինչ ճանապարհ անցանք, այս Եվրասիական համալսարանի ռեկտորը, Էրիկի մազերը երկար էր, ինքը չընդունեց Էրիկին միայն մազերի համար, ուղիղ 1-2 շաբաթ անց Էրիկը մազերը կտրեց, դա տարիքային մի փուլ էր, անցման մի փուլ էր, որ ինքը պիտի անցներ եւ զարմանում եմ, որ մասնագետ մարդը, որը ռեկտոր է եւ ունի 1 եւ ավել ուսումնական կենտրոններ, կարող է խելքը չափել, ասենք թե երեխայի ընտանիքը, որակը, դաստիարակությունը, կրթվածությունը բերել ու չափել մազերի հետ, ասել մազերը երկար է, ես չեմ ընդունում, դա անհատականություն է, մարդը ունի իր անհատականությունը եւ կարծում եմ, որ ոչ մեկի իրավունքը չէ որևէ մեկին դատելու իր արտաքինի համար, եթե այդպես լինի, եթե գնաք Չինաստան, կտեսնեք տարատեսակ տգեղ բառից բուն իմաստով, տգեղ եւ տձև մարդկանց, որոնք համահավասար սովորում են համալսարաններում, հավասար աշխատում են, քիչ թե շատ նորմալ, որտեղ նրանք գեղեցիկ ազգ չեն,
աշխարհը գիտի, որ նրանք գեղեցիկ ազգ չեն, հա, աշխատում են հավասար իրենց նման մարդկանց հետ եւ ոչ ոք աշխարհում իրավունք չունի նրանց թարս նայելու կամ ասելու վայ, հələ մի հատ տեսեք եւ այդ առումով մեր ընտանիքում երբեք թե իմ հայրական ընտանիքում ես երեխա եմ եղել, թե մեր ընտանիքում երբեք մատնացույց չի արվել որևէ մեկը, որ ունի գունավոր մազեր, ունի երկար մազեր, հագնում է կարճ, չգիտեմ ինչ, դա իր ընտրությունն է։ Ես եթե երեխան տանը ունի ծնող, կարծում եմ ծնողը պետք է լինի հետևողական, հա։ Ես եղել եմ միշտ հետևողական, բայց հասկացել եմ, լսել եմ նաև իմ երեխային, ես հասկացել եմ, որ իմ երեխան անցնում է փուլ եւ որքան որ շատ է ճնշումը, այնքան ավելի երկարում է այդ փուլը։ Եթե դուք ճնշում չգործադրեք երեխայի այդ անցման փուլի շրջանում, այդ փուլը շատ արագ ու հեշտ է անցնելու։ Եվ այո, շատ մենք այսպես հալած յուղի պես անցանք այդ ճանապարհը, Էրիկը մազերը կտրեց, այլևս չունի երկար մազեր։ Հիմա եթե ինքը իրեն նայում է նկարների մեջ, ասում եմ, մամ, բա ոնց էի պահում այդ երկար մազերը, ինչ էի մտածում, ասում եմ, Էրիկ ջան, ես էլ չեմ կարող ասել, թե ես դպրոցում ինչու այն ժամանակ ես դպրոցում չէի սիրում սովորել եւ սիրեցի սովորել միայն համալսարանում, հա, սկսեցի ինքնազարգացմամբ շատ զբաղվել, կրթվել ինքս, դպրոցի կրթությունը ինձ այդքան չէր բավարարում, ես ամբողջ օրը գրքերի մեջ էի, ամսագրերի մեջ էի, թերթերի մեջ էի, բայց դպրոցի կրթությունը ինձ չէր բավարարում, ինձ դա դուր չէր գալիս։ Մի խոսքով սիրելիներս, ուզում եմ ասել, որ առհասարակ կյանքը բարդ ու դժվար չէ, եթե մենք փորձենք լսել մեր կողքինին, փորձենք աջակցել, ձեռք մեկնել նրան, հնարավորինս, որովհետև մարդիկ ձևավորված են արդեն, մարդիկ ունեն բնավորություն եւ մարդուն կոտրել, մարդու մեջից անել իր եսը, հա, իր ինքնատիպությունը, դա շատ վտանգավոր բան է եւ պետք էլ չէ անել նման բան։ Ես ինքս արել եմ իմ երեխայի հետ, երբ Էրիկս երեխա ժամանակ բավական ակտիվ, ճարպիկ, ես հիմա նայում եմ Էրիկի տարեկիցներին, ովքեր 5 տարեկան են, 6 տարեկան են, Էրիկս այդ ժամանակ դուք չեք պատկերացնի, հիպերակտիվ, չկար մի բարձրություն, չկար մի նեղ ճաղավանդակ կամ սանդուղք, որի վրայով Էրիկը չէր բարձրանում, չէր իջնում, անգամ ոտքերը կոտրելուց հետո, երբ որ քանդեցին, գիպսը հեռացրեցին, մյուսն էլ շուղերով էր հավաքված, ասել եմ, փշրվել էր երեխայիս ոտքերը, մի ոտքը, մեկը բաց կոտրվածք էր, մեկը փակ կոտրվածք էր, շուղերը հանելուց մեկ շաբաթ անց մեզ պարտադրեց ինձ տարեք մեգամոլ, այդ կանատների վրայով անցավ, նկարել եմ, մենք այնտեղ չասեցինք, որովհետև չէին թույլատրելու, շատ ճարպիկ երեխա է եղել եւ իհարկե հասարակությունը ինձ դրդում էր մի բանի, որ ես իմ երեխային անընդհատ նեղեմ, ասեմ, չի կարելի, դու անկարգ ես, չի կարելի, անդաստիրակ ես, այդ անդաստիրակ բառից ես խորշում եմ։ Երբ որ դու գիտես, թե ինչ ջանք ես խնայում, հա, որ դու ոչինչ չես խնայում քո երեխային դաստիարակելու, անգամ ինքդ քեզ ես մոռացել, չես աշխատում, մնացել ես տանը, որպեսզի երեխայի դաստիարակես, որպեսզի վաղը երեխատ հասարակությանը եւ ինչու՞ չէ նաեւ առաջին հերթին ինքն իրեն պիտանի մարդ լինի, ինչ որ մեկը կանգնում ասում է անդաստիարակ է, խորշում եմ այդ բառից, չեմ սիրում։ Մի խոսքով սիրելիներս, թողնենք ազատ, բայց սահմանենք այն սահմանները, որպեսզի երեխան իմանա, որ դրանից առաջ գնալը իսկապես չի կարելի, որովհետև վտանգավոր է։ Այդ ժամանակ մենք ունենանք կիրթ, կրթված եւ գաղափարապես հասուն հասարակություն։ Տեսեք ուր հասա, խոսքից խոսք, հասա եկա այստեղ, սիրելիներս, երևի թե թեման ինքն իրեն է, ես ոչ մի բան չէի պլանավորել այսօր խոսալու, նույնիսկ չգիտեի, որ միացնեմ ինչ եմ խոսելու, բայց ստացվեց, շատ ժամանակ չեմ էլ սիրում շատ խոսել,
Դա ինձ ձանձրացնում է, երբ որ հետո դիտում եմ իմ տեսանյութը։ Դե ինձ սիրելիներս, ես ձեզ անչափ շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ, կան անադեկվատ մարդիկ, ովքեր այդպես էլ չեն հասկանում, որ վատը կամենալու դեպքում, երբ որ դու դիմացինիդ վատաբանում ես, քո վիբրացիաները իջնում են անասնական մակարդակի, եւ դա վաղը քեզ համար շատ ծանր ճանապարհ է լինելու։ Ամեն մանրուքի համար մենք քննություն ենք հանձնելու, երբ որ տուն գնանք։ Ամեն մանրուքի համար, ում ենք վիրավորել, ում ենք ինչ ասել, անմտածել, գուցև մտածված, այնպես որ հարգելի հեյթերներ, չունեմ ես այդպես, մեկը կարող է լինել, ամբողջ տարվա մեջ մեկը կարող է լինել, բայց ես ցավում եմ նաև այդ տեսակ մարդու համար, որովհետև այդ մարդը իջնում է անասնական վիճակի, մարդը ունի մի քանի վիճակներ, անասնական, մարդկային, բանական եւ գերբանական, որը արդեն աստվածայինն է, այնպես որ անիծող, վատաբանող, հայոյող, չարակամ, նախանձ, մի խոսքով այս տեսակ մարդկանց վիբրացիաները եւ հոգին գտնվում է անասնական մակարդակում, կենդանական մակարդակում, որովհետեւ կենդանին է, որ չունի բանականություն եւ կոչվում է անասուն, այսինքն նա խոսող չէ, մենք ասուն ենք, մենք խոսում ենք, ասում ենք, չէ, բայց կենդանին անասուն է, ինչու են ասում անասուն, որովհետև նա խոսք չունի, սիրելիներս, մեզ չվերածենք այդպիսի տեսակի, միշտ լինենք բարձր վիբրացիաների մոտ եւ լինենք ավելի շատ Աստծուն մոտ, սիրելիներս, քան անդրաշխարհի, չգիտեմ ինչերին, մի խոսքով գրկում եմ, համբուրում եմ, ձեզ մաղթում եմ լավագույնը, խաղաղ երկինք, Աստված պահապան մեր զինվորներին, գրկի, վահան լինի իր ծիրանիով, փարվի, որպեսզի զինվորի գլխից մի մազը անգամ չպակասի, մեր զինվորներն իրար սիրեն, հարգեն, լինեն եղբայր, աջակից լինեն, օգնող լինեն իրար, մեր ազգին էլ առողջ մտածելակերպ, իսկ ձեզ լույսեր, ծաղիկներ, սեր եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ է Սեդան, սիրով